հուսով եմ, որ կհաջողվի եւ ինչպես մյուս աջակցի հետ կապված գիշերվա նիստով եղավ, ընդհանրապես մերժվեց վարչական հսկողություն խափանման միջոցը, հուսով եմ նաեւ ես ինքս Արտուն Գրիգորյանի հայրիկի հաստաբանն եմ եւ հուսով եմ, որ նույնը կլինի նաեւ իր հոր պարագայում եւ այդ նախաընտրությունների շեմին այդ շինծու արհեստական գործով չի հաջողվի այդ ճնշումը կատարածել, որը որ ներկայիս վարչախումբը փորձում է անել եւ եթե նախկինում նման տիպ դեպքերի մենք բազմից ականատես ենք եղել եւ Վանաձորում եւ Վարդենիսում եւ այլ վարչական շրջաններում ընտրություններից առաջ, այս անգամ արդեն կարելի ասել մարտավարությունը փոխվել է, ընտրությունների նախօրեին է արվում, որոշակի կերպով ընտրությունների վրա կարելի ասել ազդեցություն ունենալու համար, այդքան է, հուսով եմ, որ մեզ կհաջողվի եւ կարճ ժամանակ անց արդեն Արտուն Գրիգորյանի հայրը դրսում կլինի ազատության մեջ։ Պարոն Հարությունյան, դուք օրինակներ բերեցիք Վանաձոր եւ մյուս այլ համայնքներում նախընտրական եսիերուզերին առնչվող իրավական այսպես կոչված գործընթացների վերաբերյալ, բայց ձեր պրակտիկայում եղել են դեպքեր, երբ օրինակ հենց կարմիր գծեր հատվեն եւ անմիջապես թիրախավորվեն հայրն ու որդին տեխնացուի օրինակ։ Տեսեք, վերջի տարիներին մենք այնպիսի ողջամիտ բաների ենք ականատես եղել, որ զարմանալի չի այլևս, այո, եղել են նմանատիպ դեպքեր եւ բոլորը այդ նմանատիպ դեպքերը հիմնականում պայմանավորված են եղել քաղաքական հետապնդումներով, զարմանալի չի այլևս ոչինչ զարմանալի չի, ես բազմից ասել եմ, որ մենք ժամանակ առ ժամանակ այս վիճակները տեսնելով կարելի ասել իրավական անզորության մեջ են գտնվում, չնայած բոլոր մեր գործիքակազմով փորձում ենք իրավական ճանապարհով հասնել արդյունքի, բայց արդեն այլևս ամեն ինչ հնարավոր է այս երկրում եւ որևէ բանից զարմանալ պետք չէ, ամեն ազգային ժողովի նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի նմանատիպ դրսևորումներից հետո ինչ որ մենք տեսանք 3 օր, միշտ էլ հնարավոր է նմանատիպ զարգացումներ, ինչպես նախկինում օրինակ եղավ, երբ որ կառավարության նիստի ժամանակ կարելի ասել ցուցում տրվեց եւ հաջորդ օրը Լևոն Քոչարյանը ձերբակալվեց, այնուհետեւ կառավարվեց։